ափսոս որ դու չես ծառայել, խնդիրը եղել որ Նիկոլ Փաշինյանն էլ չի ծառայել։ Նիկոլ Փաշինյանն էլ չի ծառայել, դու էլ չես Արադ ծառայել։ Միրզոյանը, Վահան Կոստանյանը, Ինձ չես կարա մեղադրես։ ձեր տղան էլ չի ծառայել։ Այո, դիմեք գլխավոր դատախազին չծառայել։ Դուք էլ դիմեք, եթե խնդիր կա։ Ձեր բանոսով ես ես նայում արդեն տեսնում եմ դուք պիտի չծառայեք, ինչ ասեմ։ Ձեր տղան էլ չի ծառայել։ Չէ, իմ տղան շատ բարձրակարգ տղա է քո պահմատ։ Ուրիշ։ Դու նրա գիտելիքների չափ որ ունենաս դու էլ չես ծառայել։ Դուք ինչ հիվանդությամբ եք ազատվել։ Հարցում արեք բնույն թող ասի։ Անպայման ես կփորձեմ, ուրիշ։ Նույն Հայկ Սարգսյանը Հա, ճիշտ ասում եմ, հարցում արեք, Պաշտոնյաներն շաբաթը մեկ լողանանք, այստենք լավ է։ Հայկ Սարգսյանի ասածը չեմ ուզում մեկնաբանեմ։ Մեկ անգամ, երկու անգամ, լավ կլինի ամեն օր լոգանք ընդունեն, առավել եւս, երբ որ լուսա բացվում է, եւ իրենք իրենց մարզումները պետքա սկսեն, մարզումից հետո նրանք պետքա ինչ-որ մարմինը ենթարկեն լոգանքի։ Հիմա լոգանքը սառը լոգանք, տաք լոգանք, մենք հիմա ցկտում ենք, որպեսզի զորամասերը ունենան լողավազաններ, չէ՞, բայց դա լոգանքը չի։ Լոգանքը բանակում դա շաբաթական լոգանքը, որ ասում են, դա ֆունդամենտալ մեկ օր ինքը ամբողջությամբ մարմինը ենթարկացնում է ջերմային եւ սանիտարական մաքրման եւ սպիտակեղենն է փոխվում եւ ամեն ինչ, դա միայն լոգանք չի։ Ասում եք հոգաբորբից մահացել է, որովհետեւ սառը Լսեք, հիմա փոխնախարարին այդ հարցերը կտայեք։ Հայկ Սարգսյանը ասում է, Հայկ Սարգսյանը բերում է ասած թղթերի ինչ որ տրցակ, հետո ինքը սկսում է թղթերով ինչ որ եզրահանգումներ անել, որը մերժվում է։ Նաև ինքն է մերժում, ես չգիտեմ, լիագումար նիստում ինձ շատ հետաքրքիր է Հայկ Սարգսյանը ոնց է քվերքել։ Չէ, չնայած հիմա քանի որ ինքը ցուցակում չի, կարող է լրիվ ուրի ձև պահի։ Պարոն Քոչարյան, Փաշինյանի Ռուսաստան այցից հետո մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի փոխվարչապետը արդեն մի քանի լարված է։ դուք չարաշահում եք աջ թևի տակ ձախ անցնում։ Չէ, չեմ ուզում ձեզ պատասխանել։ Որտեվ դուք շատ հարց տվեցիք։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախորդ։ Երրորդ Սերժ երրորդն էր։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Իսկ երկրորդը բան Զատիկի մասին բան էր դրել։ Տեսա հոլովակ շատ, բայց ձուն չտեսա կարմիր։ Կուլի չտեսա, ձուն չտեսա։ Դեպի ուտելու մենաշնորհը ԿՊԻ-ն չեմ ուզում։ Դուք տվեք հարցը շատ էր, պարոն Քոչարյան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով կառավարող ուժի այն պնդումներին, որ եթե իշխանության դուք չլինեք, ապա պատերազմի վտանգը մեծ է, քանի որ ընդդիմադիր ուժերը գալու են եւ վերաբանակցելու են սեղանին եղած խաղաղության փաստաթուղթը, ասաց, որ ընդհակառակը սոցիոլոգիական հարցումներ կան, որոնք հակառակ բանի մասին են վկայում, որ եթե դուք մնաք իշխանության, այդ դեպքում պատերազմի վտանգը կմեծ է։ Ինչ եք ուզում ես պատասխանել։ Ձեր գնահատականը Սերժ Սարգսյանի բացասական եւ ընդհանրապես դեռ շատ անհիշելի ժամանակվանից երբ որ ես իրեն ճանաչել եմ միշտ ունեցել եմ բացասական գնահատական իր քայլերի հաջորդականության վերաբերյալ մինչեւ պաշտպանության նախարար լինելը ուրիշ Հունվարին Փաշինյան